Մենք բոլորս էլ գիտենք, որ քրիստոնեությունը ընդունել ենք 301 թվականին Տրթատ 3-րդի օրոք։ Իսկ դրանից բացի մենք էլ ինչ գիտենք Տրթատ 3-րդի մասին։ Նախ ասեմ, որ Տրթատ 3-րդը մեծացել է Հռոմում։ Նա եղել է ամշամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն։ Երբ Տրթատ 3-րդը գալիս է Հայաստան ու դառնում է թագավոր, նրան միանում է երիտասարդ մի տղա Գրիգոր անունով, ով եղել է ով։ Ճիշտ է, Գրիգոր Լուսավորիչը։ Շուտով Տրթատը իմանում է, որ Գրիգորը այն մարդու որդին է, ով սպանել է իր հորը։ Հետևաբար հրամայում է, որ Գրիգորին բանտարկեն խորվիրաբում եւ նա այնտեղ ապրում է 13 տարի։ Մի օր մեր թագավորը հիվանդանում է։ Իսկ ինչի համար է հիվանդանում, գրեք կոմենտներում։ Իր քույրիկը երազում տեսնում է, որ նրան կարող է բուժել միայն Գրիգորը, որը բանտարկված է խորվիրաբում։ Գրիգորին ազատում են եւ նա գալիս ու բուժում է մեր թագավորին։ Մեր թագավորը Գրիգորին ուղարկում է Կեսարիա, որպեսզի նա ձեռնադրվի որպես եպիսկոպոս։ Շուտով նա դառնում է մեր առաջին կաթողիկոսը, գալիս մկրտում է մեր թագավորին ու երկուսով սկսում են կառուցել Էջմիածնի մայր տաճարը։